Արտանիշ գտնվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին Արտանիշ թերակղզու հարևանությամբ։ Գյուղի ամենամեծ հարստությունը նրա բացառիկ բնությունն է։ Այստեղ միավորվում են Սևանա լճի կապույտ ջրերը, Արտանիշ լեռը և կանաչապատ լանջերը, ստեղծելով Հայաստանի ամենագեղատեսիլ տեսարաններից մեկը։ Արտանիշի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներից։ Պատմական աղբյուրներում գյուղը հանդիպում է Արտանուշ կամ Որտանիչ անուններով։ 19-րդ դարի սկզբից մինչև 1988 թվականն այստեղ հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ։ 1988 թվականի իրադարձություններից հետո գյուղը դատարկվել է, իսկ այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքներ, ինչպես նաև Արցվաշենից տեղահանված բնակիչներ։ Այսպիսով, ներկայիս Արտանիշ համայնքը ձևավորվել է 1988 թվականից հետո։ Սկզբնական տարիները շատ դժվար էին։ Նոր բնակիչները ստիպված էին գրեթե զրոյից վերականգնել գյուղը, նորոգել տները, ստեղծել ենթակառուցվածքներ և կազմակերպել համայնքային կյանքը։ Սակայն տարիների ընթացքում նրանք կարողացան զարգացնել բնակավայրը և այն դարձնել բարեկարգ գյուղ։ Արտանիշը գտնվում է Սևանա լճի ափին և առանձնանում է իր բացառիկ բնական միջավայրով։ Գյուղի դիմաց բացվում է Սևանի լայն համայնապատկերը, իսկ նրա թիկունքում բարձրանում է Արտանիշ լեռը, որի բարձրությունը 2461 մետր է։ Արտանիշ լեռը Հայաստանի ամենահայտնի արշավային ուղղություններից մեկն է։ Նրա գագաթից ամբողջությամբ երևում է Սևանա լիճը, ինչպես նաև Արեգունու, Վարդենիսի, Գեղամա և Փամբակի լեռնաշղթաները։ Այդ պատճառով լեռը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների և բնության սիրահարների համար։ Արտանիշի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ։ Վերջին տարիներին գյուղում զարգանում են նաև այգեգործությունը և զբոսաշրջային նախաձեռնությունները։ Բարելավվել են ճանապարհները, կառուցվել է գիշերային լուսավորություն, գործում են դպրոց, նախակրթարան և բուժկետ։ Թեև ներկայիս գյուղը նոր պատմություն ունի, նրա շրջակայքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Ամենահայտնին Արտանիշ թերակղզին և Արտանիշ լեռն են, որոնք ոչ միայն բնության, այլև պատմական արժեք ունեն։ Տարածքում հայտնաբերվել են նաև հնագույն բնակատեղիների և դամբարանադաշտերի հետքեր, որոնք վկայում են, որ այս վայրերում մարդիկ ապրել են հազարավոր տարիներ առաջ։ Այսօր Արտանիշը զարգացող սահմանամերձ գյուղ է։ Այստեղ ապրում են աշխատասեր մարդիկ, որոնք շարունակում են պահպանել իրենց հայրենի օջախը, մշակել հողը և մեծացնել նոր սերունդ։ Գյուղը հայտնի է իր հյուրընկալությամբ, գեղեցիկ բնությամբ և Սևանի ափին գտնվող եզակի դիրքով, ինչը մեծ զբոսաշրջային ներուժ է ստեղծում։ 1988 թվականին, երբ Արտանիշում հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթած և Արցվաշենից տեղահանված հայ ընտանիքները, նրանք գյուղում սկսեցին ոչ միայն նոր տներ կառուցել, այլև վերականգնել համայնքային ու հոգևոր կյանքը։ Նրանց առաջին մեծ երազանքներից մեկը սեփական եկեղեցի ունենալն էր։ Համատեղ ջանքերով կառուցվեց գյուղի եկեղեցին, որը դարձավ աղոթքի, հավատքի և համայնքի միասնության խորհրդանիշ։ Այստեղ գյուղացիները մկրտում են իրենց երեխաներին, պսակադրվում, աղոթում և նշում հայ առաքելական եկեղեցու տոները, շարունակելով դարավոր քրիստոնեական ավանդույթները։ Ուսումնասիրելով հասանելի աղբյուրները պետք է նշեմ, որ Արտանիշ գյուղի նորակառույց եկեղեցու անունը պաշտոնապես հրապարակված աղբյուրներում չի նշվում։ Արտանիշ գյուղի ամենահետաքրքիր նոր տեսարժան վայրերից մեկը փայտե նավն է, որը տեղադրված է Սևանա լճի ափին։ Այն պատմական հնավայր չէ, այլ ժամանակակից զբոսաշրջային կառույց, որը ստեղծվել է գյուղի և Արտանիշ թերակղզու նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։ Հսկայական փայտե նավը կառուցված է այնպես, որ հիշեցնի հին հայկական առագաստանավ։ Այն դարձել է գյուղի խորհրդանիշներից մեկը և լուսանկարվելու ամենասիրված վայրերից։ Նավի վրա կարելի է բարձրանալ,
շրջել տախտակամածով և վայելել Սևանա լճի ու Արտանիշ լեռան գեղեցիկ համայնապատկերը։ Հատկապես մայրամուտին այստեղ բացվում է տպավորիչ տեսարան։ Սևանի կապույտ ալիքների ափին կանգնած փայտե նավը կարծես պատրաստվում է ճամփորդության։ Թեև այն երբեք չի նավարկել լճի ջրերում, դարձել է Արտանիշի ամենաճանաչված խորհրդանիշներից մեկը։ Այստեղ կանգնելով թվում է, թե նավապետի աչքերով ես նայում Սևանի անծայրածիր կապույտին, իսկ դիմացդ վեր է խոյանում հպարտ Արտանիշ լեռը։ Այս վայրը մարդկանց հիշեցնում է, որ ճանապարհորդությունը միայն հեռավոր ծովերում չէ։ Երբեմն ամենագեղեցիկ ճանապարհորդությունը սկսվում է հենց հայրենի հողից։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսին է Արտանիշը։ Մի գյուղ, որտեղ Սևանի կապույտ ալիքները հանդիպում են լեռների վեհությանը, իսկ բնությունը դառնում է պատմության ու մարդու հավատարիմ ուղեկիցը։ Այստեղ ամեն մի արևածագ նոր հույս է, ամեն մի մայրամուտ խաղաղության աղոթք, իսկ յուրաքանչյուր արահետ տանում է դեպի հայրենի հողի անսահման գեղեցկությունը։ Արտանիշը պարզապես գյուղ չէ, այն հիշողություն է, վերածնունդ և հավատ։ Այն մարդկանց կամքի խորհրդանիշն է, ովքեր դժվարությունները հաղթահարելով կարողացել են նոր կյանք կերտել հայրենի հողում։ Այսօր այստեղ շարունակում են ապրել, արարել ու սիրել իրենց ծննդավայրը, հավատալով, որ հայրենիքի ուժը սկսվում է նրա յուրաքանչյուր գյուղից։ Եվ երբ կանգնում ես Արտանիշ լեռան բարձունքին և հայացքդ սահում ես Սևանի անծայրածիր կապույտի վրայով, ակամա հասկանում ես, որ Հայաստանը պարզապես քարտեզի վրա նշված երկիր չէ։ Հայաստանը իր լեռներն է, իր լիճը, իր գյուղերը, իր պատմությունը և ամենից առաջ այն մարդիկ, ովքեր սրտով պահպանում ու սիրում են այս սուրբ հողը։ Մինչ նոր հանդիպում Հայաստանի մեկ այլ գեղեցիկ անկյունում։ Շարունակենք միասին ճանաչել, սիրել և արժևորել մեր հայրենիքը, որովհետև ազգի ապագան սկսվում է սեփական պատմությունն ու արմատները ճանաչելուց։